Սննդի առաքման ոլորտում օգոստոսի 1-ից ի վեր լայնածավալ վերահսկողություն է իրականացվում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում խստացումը պայմանավորում են առաքման ծառայությունների ընդլայնմամբ և առաքիչների արտաքին տեսքին, առողջական վիճակին և պատշաճ մաքրություն չունեցող պայուսակներին վերաբերող, վերջին շրջանում հատկապես քաղաքացիներից ստացվող հաճախակի դարձած բողոքներով։ Մինչ վերահսկողության խստացումը, առցանց հարթակներով առաքում իրականացնողները փաստացի դուրս էին մնացել վերահսկողությունից։ Պատճառը հետևյալն է, դեռևս տարվա սկզբին մարտի կողմերը մենք արդեն շատ ստանում ենք բողոքներ, որ այ առաքիչ եկավ կեղտոտ է, փունքի էր, ոնց որ հիվանդ էր, կեղտոտ պայուսակով, այսինքն առաջի հերթին առաջնորդելով այդ բողոքներով, եւ որ այդ ոլորտը ավելի զարգացել է հիմա, եւ ոնց որ թե մի փոքր մեր վերահսկողությունից դուրս է մնացել։ Այդ առաքիչների վերաբերյալ ոնց որ կոնտրոլ չկար։ Այս սա հաշվի առնելով մենք որոշեցինք, որ այստեղ պետք է քայլեր կատարել, զգուշացրեցինք տնտեսավարողին եւ հիմա արդեն քայլերն արվում են։ Առաքման ծառայություններին տրամադրված ժամկետը արդեն սպառվել է, պահանջը վերաբերում է ոլորտում աշխատող շուրջ 2-3 հազար առաքիչների։ Խախտումների հայտնաբերման դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն։ Մասնագետները վերահսկողությունը անհրաժեշտ, բայց ուշացած քայլ են որակում։ Նրանց դիտարկմամբ միայն առաքիչների սանիտարական գրքույկների ստուգմամբ սննդի անվտանգությունը ամբողջությամբ ապահովել հնարավոր չէ։ Անգամ ուշացած են, դեռ շատ ավելի վաղ պետք է սկսել։ Շատ ավելի կարևոր խնդիր կան։ Տարաների հիգիենան, ընդհանրապես մինչև սրան հասնելը, հələ պետք է պարզել մթերքը, որը տեղադրվում է, օրինակ, տուփի մեջ եւ հետո գնում է առաքման ծառայության միջոցով ասում է սպառողին։ Այս տուփի մեջ տեղադրված թուղթը կամ բուն տուփը ինքը սննդային թուղթ է, թե չէ, սննդի համար նախատեսված։ Այսինքն ինքը այնքան մեծ կոմպլեքս աշխատանք է։ Մասնագետները վտանգ են տեսնում ու նաև զգուշացնում, պատշաճ բժշկական հետազոտության չիրականացման դեպքում սանիտարական գրքույկի պահանջը կարող է նաև ձևական բնույթ կրել։ Մասնագետների գնահատմամբ իրական արդյունքի համար վերահսկողությունը պետք է ընդգրկի ամբողջ շղթան՝ սննդի փաթեթավորումից և պահպանման պայմաններից մինչև առաքման պայուսակների մաքրությունն ու առաքիչների առողջական վիճակը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։